Սրտի տանիքներով Մուսա Production Այդ էմոցիաները դեռ շատ հեռվից են բնականաբար գալիս ու ես հիշում եմ թե ինչքան երգի թատրոնի այդ մեր կյանքի ընթացքը ինչքան բուռն էր, ինչքան հետաքրքիր էր, ինչքան երիտասարդ էինք բոլորս, դուք փոքր էիք եւ այդ ամեն շատ ոգևորող էր այն ժամանակ, իսկ այն իմաստով, որ հիմա ասում ես նոր որակ էր, հրաչի հետ աշխատել եւ այլն, ես հիմա այս տարիների խորքից իսկապես ես եմ ուզում հարց տալ, դա ինչ էր, ինչի համար, որովհետեւ ես ինքս դրա այսպես ասած, եթե նույնիսկ ես դա սահմանել էի, ես դա չէի արել, որպեսզի այդ սահմանումը շրջանառության մեջ մտներ, ինքը իրան էր, չէ՞։ Այո։ Այդ հիմա ես եմ ուզում հարց տալ, որովհետև մենք տեսնում ենք մի բան առաջի հերթին եւ ինչի համար էր այդ ձեր համար ինչի էր այդ սահմանումը այդպես գործում։ Ասեմ, որովհետև մենք տեսանք ձեռագիր, որը նման չէր մինչ այդ արված աշխատանքների։ Ձեռագիր մենք, չգիտեմ, ասեմ, Եվրոպա, Միացյալ Նահանգներ, այսինքն մենք միշտ տեսել ես ու հիացել ես ու դա քեզ անհասանելի է թվացել, ու մեկ էլ տեսնում ես ձեռագիր, որը որ թվում է թե դրսում արված աշխատանք է։ Այսինքն այդ պրոֆեսիոնալիզմին, այդ էսթետ լինելուն։ Ես միշտ ասում եմ Հրաչի մոտ լինի դա տաղավար, դա լինի ներկայացում, այսինքն երբ որ մարդ գալիս է, ես գիտեմ, որ ես գալու եմ ու տեսնելու եմ ճաշակ, այսինքն վերցնելու եմ այդտեղից ու գնամ ինձ հետ գեղեցիկը, որը որ կարող է դու այդ պահին չգիտակցես, թե դա քեզ ինչ տվեց, բայց դա քեզ տալիս է, դա քո ենթագիտակցության շերտերի մեջ նստում է, ու ամեն անգամ շփումը քեզ հետ, անկեղծ եմ ասում, սա ուղղակի մեծարանքի խոսքեր չեն, սա իմ սերն է, հիացմունքն է, որը նաև անկեղծ մամայիցս է գալիս։ Ուրեմն, ասեմ, անատոլիական պատմություն, երբ որ մամաս նայել էր, զանգեց ընդհանց, դու գիտես Հրաչի նշանակոր։ Ու այդ արցունքախառը, հուզախառը, ուզում եմ ասել, ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք քեզ, ու ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը պիտի ճիշտ ժամանակին գնահատի այն մարդկանց, ովքեր որ շատ տաղանդավոր են, կարող է այսպես մեծ են չի, բայց որոնք մեծություն են, որոնք ձեռագիր են բերում, որոնք որ շատ կարևոր ու թանկ գործ են անում, արժեք են ստեղծում ու դա պետքա գնահատել, սիրել ու ասել։ Շատ հավես նախ որ Կարինեին անսահման սիրում եմ ու մենք երկար տարիներ այո, երկար տարիներ ընկերներ ենք ու երկար տարիներ տարբեր իրավիճակներում կարողանում ենք իրար հասկանալ ու լսել, այդ առանձին կտոր, հիմա ուզում եմ պատմություն պատմել, ինչ հետաքրքիր է, այսինքն վերջերս մի 23 տարեկան հետո մտա ուզեցի հասկանալ ով քա ինչ տարիքի է աղջիկը որ գրում է ինձ գրել էր մի այսպիսի մեկնաբանություն որ այնու ձևակերպումը մոտավոր կասեմ Քեշիշյան ջան քո գոլեգաները քեզ լուրջ չեն ընկալում բոլորը ասում են հա դե լավ դե իրան դրել է ռեժիսորի տեղ բացի Գարեգի Նժդեից ընդեղ էլ ասում են Շանթը սենց էր, Արտաշեսը սենց էր, вообще ինչ ես արել քո կյանքում։ Okay, հետաքրքիր է կարծիքա, բանը գրեցի աղջկան մենք մտերիմ ենք իրար հետ, որ իմ դիմելաձևը Քեշիշյան ջանը, հետո պատասխան, որ բայց ես լավով էի ասում եմ, դե ուշադրություն մի դարձրեք բանվասանքներին, ենթադրում եմ, որ ասպարեզից եք, որ այսպիսի բանի գիտեք կոլեգաներս իմ մասին ինչ կարծիք ունեն, Քավլիցի, երբ որ դու աշխատում ես, գործում ես, ինչ-որ բան ես անում, դու չունես այն միտքը, որ քեզ գնահատելու է կոլեգաները, քեզ գնահատելու է ժողովուրդը, քեզ գնահատելու է ժամանակը, այդ ամեն ինչ չկա, որովհետև կա բան, հստակ
տեսլական հստակ ուղղություն անել այս գործը, անել ազնիվ, առաջին հերթին քո համար, որպեսզի դու չհամաչես քո արած գործից, դու չհամաչես այն բովանդակությունից, որը դու տալիս ես, որովհետև մենք դեռևս 2000-ականներից անդադ կռիվ կա, չէ՞, մենք ինչ բովանդակություն ենք տալիս, մանավանդ լինելով հեռուստատեսության մարդ, հեռուստատեսության ղեկավար, հեռուստատեսության պրոդյուսեր, միշտ կա այդ կռիվը, թե մենք ինչ ենք տալիս, արդյոք մենք ունենք այդ բանը, իրավունքը տալու մի այնպիսի բան, որը հետո կարող է վնասել։ Ես գոնե իմ միգուցե նաև իմ նյարդային համակարգն է այդպես կառուցված, միգուցե նաև իմ ուղեղն է այդպես կառուցված, ես չեմ որևէ բան անելուց չեմ մտածում, որ դա 5 տարի հետո դառնալու է չափանիշ կամ 5 տարի հետո մարդիկ եթե ստացվել է այդպես շատ ուրախ եմ, եթե ստացվել է այնպես, որ այսօր ասենք մի վախեցրի 20 տարեկան է ու մի վախեցրի մասին մենք ողջ թիմով կարողանում ենք հանգիստ պարզ ճակատով խոսել այն սիրով ու այն ջերմությամբ, որ մենք ինչ-որ պահի կարողացել ենք միասին լինել ու մեկ գաղափարի շուրջ հավաքվել ու ստեղծել այդ ֆիլմը, դա հիանալի է, բայց այն ժամանակ, երբ որ մենք դա անում էինք, մտածում էինք ոնց անենք, որ ստացվի, էլ չէինք մտածում, թե հետո 20 տարի հետո մեր մասին ինչ են խոսելու կամ 20 տարի մնալու է այս ֆիլմը, թե չէ։ Սրանք շատ բան, ոնց ասեմ, չասեմ տես բան, բարդ էգզիստենցիալ բառով, բայց սրանք մասնագիտության եւ արյան հետ հոսող ինչ-որ բաներ են, երբ որ դու ուղղակի ուզում ես ազնիվ լինել քո առաջ, դա տալիս է որոշակի արդյունք, որը հետո կմնա, թե չի մնա, որոշում է իրականում որոշում է ժամանակը, որոշում են մարդիկ, ովքեր սենց թենենց առնչվելու են, նայելու են, դիտելու են, էս է, այսքանը։ Ինձ թվում է առաջինը, երբ որ դու դա ստեղծում ես քեզ համար, դու չես մտածում, թե մարդիկ ինչպես է կընկալեն, որովհետև առաջինը պիտի դա քեզ դուր գա, քեզ բավարարի, անկախ ամեն ինչից։ Բայց ես կուզեմ գնանք մանկություն ու մանկությունից գանք։ Ես գիտեմ, որ շատ տատիկի հետ էիք պատում, որ 4 տարեկան մինչև տատիկի ջերմությունն ա եղել, սերն ա եղել, բայց ինձ թվում է այս հետ լինելը, այդ ճաշակը, այդ զգացողությունը, դա մեկը արյան հետ է գալիս, էլի մարդ տենց ծնվում է, ինչքան էլ մարդ կարող է սովորել, աչքը տեսնի, բայց ինչ որ բաներ կա, դա ձեռք բերովի չի, դա ի վերուս տրվում է մարդուն։ Այդ գեղեցիկը տեսնելը, կադրը այդպես տեսնելը, երբ անից զգացիք, որ կա։ Երբ հրաչը զգաց, որ իր մեջ այդ ռեժիսորը կա։ Ես կարծում եմ, որ դա տենց չգիտեմ, այսինքն գիտեք ոնց է, ամեն մեկս տեսնում ենք աշխարհը ինչ որ մեր ընկալմամբ, մեր ճաշակով, իհարկե նաև հիմա տենց եթե շատ ռեալ լինենք, նաև աշխարհի մեծերը միևնույն է թելադրում են ճաշակը, չէ՞։ Մենք ունենք ազդեցություն, մենք ունենք ազդեցություն, չգիտեմ, մոդայի աշխարհից, այն բան Սատանան գրում է Պրադա ֆիլմում, կա դե հստակ շատ գեղեցիկ բան, հա, տեքստ, որ ասում է, մինչև դու այն բարախոլկայից առնես այդ քո կապույտ բան սվիտերը էս մարդիկ 2 տարի չարչարվել են, որպեսզի սա հայտնվի վերջո այնտեղ։ Այսինքն կա ազդեցություն, որը դու ուզես չուզես այդ ազդեցության տակ ես, ուզես չուզես ժամանակի ընկալման մեջ ես, հիմա այս վերջերս օրինակ բան, հետո հեսա կգամ մանկության էլի, սենց բայց հավեսս, որ սենց բաներ են, այս վերջերս մենք բան էինք, տենց ճանապարհորդում էինք, Էդինբուրգում էինք և մեր խմբի երիտասարդ անդամները տենց բոլորը ուզում էին գտնել բան այդ շոտլանդական վինտաժ խանութները, որտեղ ու մենք բան ես ու Լուսյան մտնում էինք այդ վինտաժ խանութները, ասես նայում ենք ասում ենք հինա։ Սա մենք արդեն վաղուց ինչ-որ ժամանակ ինչ-որ կյանքում կրել ենք, դա այդ մի տեսակ այդ հետ վերադարձը նույն այդ մոդային, հա, հետ վերադարձը ինչ-որ վինտաժ բաներին, որոնք քոնը չեն այլևս, որովհետև
լրիվ ուրիշ բան է, երբ որ դա այն ինչ որ հնացել է քո հետ միասին, մեծացել է քո հետ միասին, դա այլ ջերմություն ունի, դա այլ զգացողություն ունի, այն ինչ որ դու տեսնում ես, ինչ որ մեկը հին գեղեցիկ է, սիրուն է, լավ է, բանը, բայց վինտաժ է եւ դա դու ինչ որ պահ այդ տարիքում, այդ ժամանակաշրջանում արդեն դա դու ունեցել ես, օգտագործել ես, եթե դա քոնը չի, այլևս մի տեսակ հետաքրքիր չի։ Մենք չգիտեմ, այդ երևի շատ դեպքերում ոչ մեկ բնականաբար ոչ մեկից ոչինչ չի սովորեցրել մեր տանը, տենց հատուկ որ այս գույնը պետք է համադրվի այս գույնի հետ։ Այդպես ենք ապրել։ Միջավայրն է այդպես եղել, որովհետև ես հիշում եմ մաման ես կարծում եմ որ մեծ ազդեցություն ունի, որովհետև մաման տենց հատուկ ճաշակի կրող է ու հատուկ եւ ես հիշում եմ մենք ունեինք արտասահմանյան սովետական ժամանակաշրջանում արտասահմանյան հին ժուրնալներ, որոնք արդեն մեծանում էին ու հնանում էին, որովհետև այդ ասենք պապան բերել էր, չգիտեմ, 70-ականների սկզբին այդ ժուրնալներ մաման էլ էր բերել իր հետ տենց բան, այդ եւ նորաձևության ժուրնալներ էին եւ դիզայնի ժուրնալներ էին, կահույքներ կար, այնտեղ վարակույրի ձևեր կար ու մաման տարին մեկ անգամ պետքա փոխեր մեր տան բոլոր վարակույրները ու այդ ժուրնալներից ինքը այդ ամսագրերից ինքը ընտրում էր որ ձևը պետքա կարվի պարզա խորհրդային ժամանակներում սահմանափակ կեր ամեն ինչ եւ կտորի ընտրությունը եւ չգիտեմ հնարավորություններ բայց չգիտես ոնց այդ հրաշքով մեր տունը դառնում էր լրիվ ժուրնալի նկարի տանից պապան անընդհատ սարքում էր ինչ որ բաներ պապան տենց բաներ ստեղծագործ որովհետեւ բանը ռեմոնտ հասկացողությունը մեր համար տենց բաներ հավեսի ինչ որ մի հատ իրավիճակ էր որտեղ մենք գիտենք այո, հեսա փոխվել է, հեսա մեր մահճակալը ուրիշ տեսական դառնալ, հեսա ստեղ էս պահարաններ ուրիշ ձև են լինելու, ու պապան անդադ սարքում էր, չգիտեմ, տան բաններ փոխում, պատերի դասավորություններ փոխում, ինչ-որ սենյակներ էր հորինում, եւ այլն։ Այս իմաստով նաեւ այդ 70-ականները այտենց հրաշալի ժամանակներ էին, երբ որ մարդիկ ունեին այդ ստեղծագործելու Միգուցե կենցաղային, միգուցե շատ ապրելու համար, բայց այդ ստեղծագործությունը անդադ բոլորի մոտ կար։ Այդ մենակ մեր ընտանիքում չէր, որովհետև մեր կողքը ապրում էր Մեխակ Ձյաձյան, որը այդպես ինքնուց նկարիչ էր, բայց ամբողջ տունը կտավներով էր լցված ու մենք ամեն անգամ տենց ամեն կիրակի ինքը դնում էր տենց մի հատ նատյուրմորտ, այդ նատյուրմորտը սկսում էր նկարել ինչ-որ պես բաներ էր դասավորում, իսկ սկսում էր ենթադրում եմ, որ այդ ամեն ինչ շրջապատը ազդեցություն ուներ։ Մենք ապրում էինք, մենք միշտ ապրել ենք վերին հարկերում, այսինքն մի կարճ ժամանակաշրջան է եղել, երբ մենք առաջի հարկում էինք ապրում, եւ դա սարսափ էր իմ համար, որովհետեւ ես չէի հասկանում ոնց կարելի է ապրել առաջին հարկում այդտենց իմ կյանքի բաններ ամենամեծ ստրեսներ, որովհետև ես միշտ բարձրացել եմ վերևի հարկ, ես միշտ քաղաք տեսել եմ վերևից ու այդ մի կարճ ընթացքը, երբ որ մենք ապրում էինք առաջին հարկում, իմ համար տենց մահացու վտանգի պես մի բան էր, որովհետև ես ինձ թվում էր, որ երբ վերևում ես դու կարծում ես, որ ոչինչ չկա ճնշող քո վրա, բացի տիեզերքից, սկսեց, մի խոսքով հիմա էլ մենք էլի վերևի հարկում ենք ապրում ու դա էլ երևի ազդեցություն ունի, ուրիշ ռակուրսից նայել ընդհանրապես, այսինքն բան կա, չէ, Վերդերը ունի երկու գործ, մրջյունների հեղափոխություն կարծեմ եւ բան հրեշտակների կայսրություն եւ այդ հրեշտակների կայսրությունն շատ հետաքրքիր է, երբ որ մարդկանց եւ մարդկանց արարքները վերևից ես նայում, բայց վերևից նայել դա չի նշանակում հա այո նայել ինքնա
բավարարման համար վերևից նայելը դա նշանակում է լինել ավելի ենթադրում եմ որ լինել ավելի հասկացող, ավելի իրավիճակի մեջ մտնող ու ավելի չգիտեմ ընկալող Հրաչ, դու ինձ համար ամենահոգատար մարդկանցից մեկն ես, ասեմ ինչու, որովհետև այն արտիստները, որոնք որ քո ճանապարհին դու իրենց վերցրել ես ու տարել ես, հասցրել ես ինչ-որ կետի, մենք բոլորս մի քիչ երանիով ենք նայել այդ արտիստներին, որովհետև միշտ ուզեցել ենք մենք էլ լինենք այդ շարքում սիրելիների ցանկում, որովհետև այդպես լինում է։ Ռեժիսորը ընտրում է իր դերասանին ու տանում է։ Դա խորիկներ, դա նազանիներ, դա ներսեսներ, ու այսպես կարող եմ թվել այդ մարդկանց։ Ես դրա մեջ հոգատարություն եմ տեսնում, պատասխանատվություն։ Բայց այդ հոգատարությունը, այդ մարդկանց այդ կերպով վերաբերվելը, դա պապայից է եկել, դա մամայից է եկել, որտեղ մեր դաստիարակության մեջ լինում են, չէ, որոշակի ֆրազաներ մեր ծնողներից, որ դա մեկ է, դաջվում է մեր մեջ։ Ու մենք այդպես ակամա առաջնորդվում ենք։ Ես կարծում եմ եւ պապայից եւ հոգատարությունը ընդհանրապես ես հոգատար եմ իրականում երևի նաեւ այտենց իմ էությամբ դա որևէ մեկը չի կարող երևի տենց շատ դեպքերում կարող եմ լինել բան գիտեք ոնց է սենց ասեմ ես ամբողջ իմ կյանքում չասեմ որ դա տրիգեր է բայց ես ամբողջ իմ կյանքում փորձում եմ լինել նրբանկատ նրբանկատությունը երբեմն բերում է հոգատարություն երբեմն այդ հոգատարությունը կարող է ակնառու լինի եւ այն բանը overcare հասկացողությանը գնա էլի այսինքն այդպես սուպեր հոգատարության գնալ բայց դա իմ process-ն է եւ ես դա չեմ պարտադրում որևէ մեկին այսինքն որևէ մեկը չունի նույն թվարկած անուններից որևէ մեկը չունի այսպես ասած ինչ որ պարտավորություն իմ հոգատարության նկատմամբ որովհետեւ այդ հոգատարությունը այդ սերը կամ լինում է փոխադարձ կամ չի լինում այսինքն չկա տենց խնդիր որ դա պետքա տենց ծանրանա ինչ որ մեկի վրա որովհետեւ բոլորը ազատ մարդիկ են բոլորը իրենց ժամանակին գնում են ազատ թռիչքի Բայց դու այնքան մեծահոգաբար ասացիր ու ինձ այնպես դուր եկավ երբ որ ասել ես այսպեսի մի բան ասացիր Ես սիրում եմ երբ որ իմ սիրելի մարդկանց շուրջ ստեղծագործող մարդու շուրջ որոշակի իրադարձություններ են տեղի ունենում Կարող է բառացի չեմ ասում, բայց միտքը դա էր։ Ու դա ինձ շատ հուզեց, անկեղծ ու դրա մեջ կար այդ հոգատարությունը, այդ սերը, այդ գնահատանքը, երբ որ դու տեսնում ես մի տաղանդավոր մարդու, օրինակ թեկուզ նույն Հայկոյին, երբ որ առաջի անգամ ինքը գրեց ֆիլմի սաունդթրեքը, դու դա իր մեջ տեսնում ես ու դու վստահ ես, որ ինքը դա կարող է անել, բայց նաև այդ ստիմուլը այդ մարդուն բարձրացնելու ձեռք մեկնելու ու առաջ մղելու։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր տաղանդավոր են, բայց ինձ բախտ չի վիճակվել այդ տաղանդավոր մարդկանց հետ աշխատելու, միևնույն է, ես հիանում եմ այդ մարդկանց տաղանդով ու այդ անկախ մասնագիտությունից դա կլինի ռեժիսոր, դա կլինի օպերատոր, դա կլինի դերասան, թե երգիչ, եթե այդ մարդը տաղանդավոր է եւ այդ մարդը ինձ հուզել է, ես կարող եմ ուղղակի ունենալ նպատակ ինչ որ պահի այդ մարդու հետ աշխատելու, բայց ես ամեն ինչ կանեմ, որ այդ տաղանդավոր մարդու շուրջ իրադարձությունը եթե իմ հնարավորությունների մեջ է գոնե չխանգարեմ դա բան է գեղեցիկ ընթացք ունենալուն ինչը շատ հաճախ տարբեր է հա որովհետև նույն այս թեմայով սիրելի մարդկանց կամ իմ ընտրած մարդկանց որովհետև ի վերջո դա ընտրություն է չէ ի վերջո դա ոնց էր անում Գրիգորիչն էլ էր չէ ընտրություն ընտրում էր մարդկանց ընտրում ոնց է հիմա տենց օքեյ մեր իրականության մասն է Օրբելյանը ընտրում էր չէ մարդկանց ընտրում էր այն մարդը ու ինքը տեսնում էր ինքը ուներ այն զգացողություն որ տեսնում էր որ ինչի էր ընտրում կարող է այդ մարդը տարբեր կրիտերիաներով բայց
ամենակարևոր կրիտերիան մարդ տեսնում էր, չէ՞ որ այդ արտիստը ու ընտրում էր։ Իսկ ինչ է նշանակում ընտրել արտիստին կամ ինչ է նշանակում արտիստին տալ ճանապարհ։ Այդ տալ հնարավորություն, որպեսզի արտիստը կարողանա բացել իր սահմանները, իր տաղանդները, իր հնարավորությունները, որովհետև շատ հաճախ մարդիկ բողոքում են, որ մենք ավելի տաղանդավոր ենք, քան այն մեկը, որին դու հոգատար ես եղել։ Հա, հնարավոր է, որ բնականաբար ավելի տաղանդավոր հնարավոր է եւ ուղղակի դե պետք է ինչ-որ ձևով դա դրսևորվեր, երևար, այդ ամերիկացին ասում է հայտնվել ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։ Հայտնվել ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, բան այո, ապավինել որոշակիորեն բախտին։ Արդյոք ստացվի, ես ինքս նույն ճանապարհն եմ անցել, ինձ էլ են չէ նկատել մարդիկ, որոնց այդ ձեռքերը շատ են եղել հրաչ։ Շատ չեն եղել, բայց եղել են շատ ամուր։ Իսկ շրջադարձային ու բեկումնային։ Իմ համար իրենք բան են, ես միջև իմ կյանքի վերջ այդ մարդկանց շնորհակալ եմ ու այդ մարդիկ կան ու Փառք Աստծո իր միշտ իրավունք ունեն զանգելու ինձ ասելու այս բանը վատ ես արել, այս բանը լավ ես արել ու ես այդ խոնարհաբար ընդունում եմ, որովհետև այդ մարդիկ ուսուցիչներ են։ Իսկ որ գանք այդ ուսուցիչներին ու ճակատագրական հանդիպումներին, որովհետև պարտադիր չի բուն ուսուցիչդ լինի մասնագիտական առումով եմ ասում, երբեմն լինում են նաև կյանքի ուսուցիչներ, որոնք են եղել այդ ճակատագրական հանդիպումները։ Իմ առաջին այն, որ շատ մեծ ազդեցություն ունեցող մարդն է եղել, դա իմ ֆիզիկայի դասախոսն էր, որը ցավոք սրտի արդեն չկա եւ ես 9-րդ եւ 10-րդ դասարաններում պարապում էի դա այն բան ռեպետիտոր դասախոսն էր, որի մոտ ես ֆիզիկա եւ մաթեմատիկա էի պարապում Ալբերտ Վաղարշակովիչը եւ այդ մարդը տենց դե բաներ բացում էր աշխարհը քո առաջ, որովհետեւ դա միայն մաթեմատիկական բանաձևերի մասին չէր, դա աշխարհի ընկալման, չգիտեմ, ընկերասիրության սարսափելի ճաշակով մարդ էր, շատ գեղեցիկ բնակարան ուներ, որտեղ մենք գնում էինք պարապելու, որովհետև ինքը հորինել էր, որովհետև ես տենց առաջին անգամ, հիմա տենց կարող է տենց թվա թե ինչ դետալներից եմ խոսում, բայց առաջի անգամ հասկացել եմ, որ օրինակ այդ ասեմ, որ թիվն էր 85-86 թվականն էր, այսինքն շատ հեռու էր, շատ հեռու, բայց ես տեսել եմ, թե ոնց էր ինքը չէր գտել իր համար լավագույն տենց բանը, պաստառը, թղթե պաստառը, որ պետք է փակցվի պատին եւ նա որոշել էր եւ գնել էր ամենահետաքրքիր պրինտով բանը մետաքսի կտորը եւ մետաքսի կտորը դարձրել էր պատի պաստառ եւ այդ 85 թվականին էր, այսինքն եթե սովորել այդպես բաներից իհարկե այդպես դրանք դետալներ են, որ դու այդպես օքեյ բանը մաման էլ է հետաքրքիր, մաման էլ է լիքը բանից բան հորինում, բայց այս մարդն էլ է, այսինքն ժամանակաշրջանն էր այդպես, երբ որ բանը ստեղծագործող մարդիկ կարողանում էին գտնել։ Այդ մարդը շատ բան է տվել, այսինքն նախ վիրահայր, Թիֆլիսահայր ու կարողանում էր սարսափելի սիրուց Սայաթ-Նովա էր արտասանում։ Ես ասենք Սայաթ-Նովայի պոեզիային իր միջոցով եմ ծանոթացել, նարեկացի կարող էր ասել, ինչ-որ պահի տակ, ինչ-որ պահի տակ կարող… Հետաքրքիր է, ֆիզիկ, մաթեմատիկա չես մտածի էլի, որ ինքը… Հա, ու տենց, հա, ինչ-որ պահի մեկ էլ սկսեր խոսել բանը, ասենք բանի, ապելսինի տորտից։ Որ մամաս այսենց էր անում, մամաս չգիտեմ ապելսինի տորտի մեջ ինչ էր ավելացնում, ինքը դառնում էր ուրիշ բան։ Հիմա սրանք բոլորը սովորելու ազդեցություն բնականաբար այդպես։ Իմ Տիկին Գայանն Մանուկյանը, որը
համեկում, ասենց ասեմ, սովետական ժամանակից սկսած մինչ շատ մոտ ժամանակներ, այսինքն ծրագրերի տնօրեն մի կին, որը ինձ արել է այդպես հեռուստատեսային մայրություն, այսինքն 1000 տեղ ցույց տալով ամեն ինչը հեռուստատեսության անատոմիան բացատրելով եւ բնականաբար ես Տիկինգայանից սովորել եմ տենց ինչա ընդհանրապես այսօր միգուցե այդքանը տրենդային չի ասել հեռուստատեսություն բառը, բայց հավատացեք ոչինչ չի փոխվել, նույնիսկ հիմա որ բոլորս փորձում են գնալ այլ հարթակներ, այլ հեռարձակման ձևեր, այսինքն մոռանալով հերքելով դասական հեռարձակման ձևերը, թեկուզ YouTube-ը, հա, YouTube-ում գրեթե նույն կանոններն են գործում, YouTube-ը ավելի դաժան տեղ է, այն ժամանակ գիտենք լոկալ է, այսի Հայաստանում է գործում, հիմա դե գնա ու աշխարհի հետ մրցի YouTube-ում։ Այսինքն սովորեցնել մասնագիտության անատոմիան այդպես բարդ բան է։ Հրաչ, այսօր երբ որ ասում են հեռուստատեսությունը սպառել է իրան, էլ չկա հեռուստատեսություն եւ այլն։ Կա հնարավորություն այդ ամեն ինչը նորից որ նույն ուժով ու նույն թափով հնարավոր է որ վերադառնա։ Մինչ այդ հարցին պատասխանել ուզում եմ ասեմ, որ իմ այդ ազդեցիկ մարդկանց, հա, այտենց չեմ կարող չասեմ, իմ շատ սիրելի Սեյրան Շահսուվարյանին, էլի, այսինքն ձեռքս բռնած տարել է բոլոր այդ ծանր ու բարդ պրոդյուսերական եւ ինտրիգային աշխարհը փորձել է ցույց տալ, իրականում նաեւ ես իրենից սովորել եմ լինել այդ հանդարտության մեջ։ Այնինչ երբ որ պետքա պայքարել, կռիվ տալ ու գոռալ, պետքա անել դա։ Բայց երբ որ դրա կարիքը չկա, պետք է խաղաղ ապրել ու դա Չգիտեմ ինչի ինձ թվում է Հրաչին Քեչյան շատ դժվար է հունից դուրս գալ։ Այսինքն հունից հանելը դժվար չի։ Դժվար չի, չէ, բանը, ինձ եւ դեպրեսիայի մեջ գցելն է հեշտ եւ հունից հանելն է հեշտ, բայց հունից դուրս գալու ժամանակ ես փորձում եմ էդ էլ այտենց տարիների ձևավորված, էդ էլ է երևի ընտանիքից եկել, որովհետև ընտանիքում գոնե մեր, որովհետև Գերդաստանը շատ մեծ է, իրականում տենց շատ ճյուղավորումներ ունի ու ինչ-որ պահի այդ տենց մեծ Գերդաստանի ազդեցությունը անընդհատ կա ու դու բանես, բայց գոնե մեր փոքր ընտանիքում ես նույնիսկ ամենաբարդ վեճերի ու բաների ժամանակ ես չեմ տեսել, որ ասենք մերոնք իրար վիրավորեն։ Այդ գոռոցների մեջ, գիտեք, այդ գոռոցները կարան լինեն, բայց այդ էմոցիոնալ պորտկումները կարող են լինել։ Ես փորձում եմ նույնիսկ այն ամենածանր իրավիճակում փորձում եմ կոնկրետ մարդուն կամ որևէ խմբի չվիրավորել։ Դա կարող է լինել ընդհանրապես բան, էլի, իրավիճակի հանդեպ վրդովմունք, բայց ոչ մարդուն վիրավորելու նպատակ։ Այս իրական շատ բարդ կարևոր սահմանը եւ ես այդպես ողջ չեմ ասում որ ես բանեմ ամենևին չեմ ասում որ այդ սահմանը չեմ անցել երբևէ, բայց ամբողջ կյանքիս ամբողջ ընթացքում փորձել եմ պահել այդ կանոնը, այսինքն փորձում եմ միջև այսօր էլ փորձում եմ, այսինքն հունից դուրս գալու դեպքում օդ կրակել բոլոր բաները, հա։ Ինձ օրինակ մի զարմացնում է այն զույգերի հարաբերությունները, երբ որ կարող են իրար ասել վիրավորական բառեր, որովհետև հիսեր աստծո բոլորս էլ կռվում ենք, բոլորս էլ լաց ենք լինում, բոլորս կարող է այդ դուրը շղկացնենք ու տանից դուրս գանք գնանք ու հետո վերադառնանք, բայց մի հատ այդ կարմիր գիծ կա, որ չպիտի այնպես վիրավորես, որ հետդարձի ճանապարհ չունենաս, կամ այդ հետդարձը լինի, բայց արդեն միմյանց հանդեպ հարգանքն է կորչում։ Այդ բան կաղու մարդիկ չեն գիտակցում, բայց դա կամաց պակասում է, բարակում է ու հետո վերջանում է։ Դե կարծում եմ, որ այդ մի քիչ բարդ է, երբ որ բանի կին տղամարդ հարաբերությունների մասն է խոսքը, այդտեղ միշտ այդպիսի բաները առաջանում են, երբ որ տենց սերը սկսում է նվաղել, քչանալ, պակասել, այդ ժամանակ առաջանում են, որովհետև մինչև այդ դու չես
սենց է, չէ, ասում է, քանի տենց սիրահարված ես ու այդ սիրահարվածության հիվանդության ազդեցության տակ ես, դու չես նկատում, որ ինքը բանը ոդկա ծուռակցում կամ բանը ատամի մածուկը բանը ոչ թե տակից է սեղմում, այլ մեջտեղից է սեղմում։ Կամ բացատրում։ Բայց հենց սկսում է այդ սերը ու սիրահարվածությունը նվազել, դու սկսում ես նյարդերի Ինչ ասեց այ որ քանի որ զույգերից խոսեցինք, ես ուզում եմ դուք այն բացառիկ զույգերից եք Լուսինեի հետ, ու շատ սիրում եմ երկուսիդ էլ, ինքը միշտ գիտես նենց երևում է իր սերը քո հանդեպ հիացմունք ու ինքը այնքան համեստ ու զուսպ մարդ է, բայց դու միշտ առաջի պլանում ես, չէ՞, ինքը միշտ քո կողքին է կանգնել, միշտ մեջքիդ ետևում կանգնած է, ու այնքան լուր ու համեստաբար, որ այսօր մի տեսակ ժամանակները փոխվել են, կանենք ուզում են իրանք լինեն առաջի պլանում, իրենք երբեք չեն ուզում իրանք ամուսնու մեջքի ետևում կանգնեն, շատ քչերն են որ կնախընտրեն դա, բայց այ այսքան տարիների ընթացքում մեկը էմոցիաները, զգացմունքները տրանսֆորմացիայի է, չէ՞, ենթարկում։ Տատիկս ասում էր հոգեբաններ, ասում էր կնիկ ջան, 5 տարին մեկ մարդ նորից սիրահարվում է։ Հիմա ուզում հասկանալ այդքան տարիների ընթացքում ձեզ տեսնել նույն ջերմությամբ միասին, ո՞նց է հաջողվում։ Չգիտեմ, դե երևի մենք էլ ենք աշխատում մեր զգացողությունների, մեր սիրո, մեր ընտանիքի, այդ ամեն չի, դա աշխատանք է, իրականում նաև ծանր աշխատանք է, որովհետև տենց այն բանում, չէ, ետ նայր զայրացածում ասում եմ, չես կարող սիրել առանց ձեռքերդ կեղտոտելու։ Երբեմն նաև ձեռքերը կեղտոտելով, երբեմն նաև որոշակի զոհողությունների գնալով, բնականաբար պարզ է, բայց դա էլ ընտրություն է, այսինքն հավատա, որ ես Լուսային երբեք չէի ստիպի շարունակել կարիերան։ Դա իր ընտրությունն է, որը ես էլի հարգում եմ, այսինքն պարզ է, որ շատ էլի երկար ընթացք է եղել, բայց ինչի չէ, ախր չէ, որ դու կարող ես լավ, կարող ես ընտրություն է։ Ես շնորհակալ եմ, որ կա կողքիսա, մեջքիսա, բայց ամենևին համաձայն չեմ, որ ինքը բան է, ստվերված վատառումով չեմ ասում, այսինքն կանայական, որ միշտ ուզում են, չէ, ուշադրություն իրենց վրա գնա, բայց ինքը նայր մեր տան աստղն է, տանը ամեն ինչ իր աստղ լինելու մասին մի միջայլոց երեք ինձ պատմում, ասում են դու չես պատկերացնի, երբ որ դու լինես իրանց տանը, ինչ ճաշատեսակներ են պատրաստում ու հյուրասիրում, ինչ այս թետեն այդ ամեն ինչը մատուցում, ես իհարկե սթորիներով եմ տեսնում, բայց համը չեմ զգում, համն են ասում, որ ֆանտաստիկ, ասում դու երևի չես պատկերացնի քնար ոնց է այդ ամենը մատուցվում, երբ որ դու գնում ես հրաչեն ստուն։ Մենք սիրում ենք բան, մենք սիրում ենք հյուրեր ընդունել, մենք սիրում ենք ընկերական երեկոներ, ընտանեկան երեկոներ, մենք այդպես բան, մենք սեղան նստել ու միասին հաց կիսել է այդպես բան է, շատ հայկական այդպես բան է, էլի, ոնց ասեմ, կրիտերիա է, էլի, այդպես ինչ-որ, չէ, այդպես լիքը հարց կա, չէ, բա ես իրա հետ հաց եմ կիսել, բա ես իրա մամայի ձեռքի սարքածը կերել եմ, բա ես սենց, բա ես նենց, այսինքն այդ սրանք ժողովրդական ասույթներ են, որոնք տենց նաև մեր վերաբերմունքն են ցույց տալիս բանը, ընդհանրապես, հա, արժեքների ձևավորում։ Քանի որ ես գիտեմ քեզ համար ընկերները շատ թանկ են, մեր սրտի տանիքներովն էլ ունի ընկեր, խոսքը այս բանի Ամիոբանկի մասին է, ու ինքը առաջարկում է Visa Platinum Card, որը որ մի շարք խնդիրներ ճամփորդության ընթացքում պարզապես ուղղակի լուծում է։ Դառնում է փայլուն ընկեր օգնական է ճամփորդությունների ընթացքում։ Բայց միջ քարտը հանձնելը ուզում եմ 3 բլից հարց տալ Ամիոյի կողմից, ընկերների հետ տան սեղանի շուրջ թե սրճարանում։ Եվ այնտեղ, բայց ավելի նախընտրելի տանը սեղանի շուրջ։ Իսկ ընկերների հետ ճամփորդել, թե նստել երկար, բարակ զրուցել։ Ճամփորդել միանշանակ։ Իսկ ընկերոջ ամենաթանկ ու կարևոր արժանինքները, որ պիտի ընկերդ ունենա։
Եթե ես ընտրել եմ, ուրեմն ինքը ունի բոլոր արժանինքները, այն ես ուզում եմ չգիտեմ մեծարել իմ բոլոր ընկերներին ու ասել որ իրենք լավն են այնպեսին ինչպեսին իրենք կան ու իմ համար կարևոր որ իրանք լինեն իմ կյանքում եւ լինեն առողջ այդքան բան Ես քեզ եմ տալիս ամիոյի այս քարտը ուզում եմ ասել որ երբ որ գնաս օթանավակայան ճամպրուկներդ անվճար կփաթեթավորեն այն գրանցման հերթերին չես սпасելու որտեվ դու ունես այս քարտը բիզնես սրահից կարող ես անվճար օգտվել որովհետեւ ինքը քո ընկեր օգնականն է Իդեպ ամիոն նաեւ 3 ընկեր ներկայացման պրեմիերայի Այո ինձ հրավերը իրենք ուղարկել են այո իրենց կողմից եմ հրավերը ստացել Այո Եվ եթե հանկարծ դրսում ընկերներով որոշեք ավտոմեքենա վարձել, քանի որ կա այս քարտը, վարձում եք 30% զեղչով։ Փչացավ, չէ՞։ Գալիս են անվճար վերանորոգում են։ Դա մեր թեման է լրիվ։ Շնորհակալություն ամիո։ Սովորաբար ամուսինները ընթացքում են սովորում իրար հետ խոսել այն մասին, որ երբեմն ինչը կարողա ցավեցնող լինի, կամ մյուսի նյարդերին ազդող լինի, չգիտեմ, բայց դա միանգամից մարդկանց չի տրվում։ Այ Լուսինեի հետ կարողանում եք վաղուց եք սկսել խոսել, բաց խոսել, երբեմն ասել բաներ, որ կարողա իրար դուր չգա Բայց որը որ հետագայի համար ճանապարհ է հարթում։ Խնդրում եմ, որ չեմ հաշվարկել, որովհետև արդեն 29 տարի է միասին ապրում ենք եւ ընկերություն ենք անում պլյուս երևի 5 տարի։ Այսինքն 30 ավել տարի է ստացվում։ Չեմ էլ հիշում երբեք մենք արել բաներ, որ սովորաբար այսպես քաղաքավարի մարդիկ չեն անում Արել ենք եւ խոսել ենք եւ բնականաբար այդ ուղղել ենք մեկս մեկին այդ ինչ որ պայից եղել է էլի Բայց միշտ լինում է որ ամուսիններից օրինակ ես ու ամուսինից որ կռվում ենք չէ միշտ ես եմ առաջինը հաշտվում ասեմ ինչի ուղղակի ես այդ հոտած մտնոլորտը տանը նեղացած չեմ սիրում ես սիրում եմ ոնց որ ոչինչ չի եղել այս պահներ վատներ գնացինք առաջ որտեվ կամ ապրում ես նորմալ ուրախ կամ չես ապրում հիմա ձեր տանը օրինակ ձեզանից ով է առաջին հաշտվում Ես բնականաբար Ես նույնիսկ եթե այդ պահին գոռացի կամ չունի բան եղավ հաջորդ պահին պիտի ինչ-որ անցնեմ հաջորդ թեմային, այսինքն այն ինչը բնականon էր Լուսյան այդ պահին ինքն էլ է արագ հաշտվում, բայց այտենց ոնց որ առաջի քայլը ես պետք է անեմ, մեկ էլ դե բնավորություն ունի, որ ասենք կարող է ինչ որ մի բան իրեն դուրս չի եկել, ինչ որ բանից ինքը նեղվել է եւ դա ինքը չի արտահայտվում, բայց դու իր այտենց ողջ շարժուձևից ընթացքից, հա տրամադրությունից, դեմքից դու հասկանում ես որ այս աղջիկը լուր է, ուրեմն լուր է, երկար է լուր, ոնց որ այդպես բանը 12 ժամը լրացավ որ ինքը լուր է Բայց ինչ-որ մի բան պատահել Վերջերս եկերներիցս մեկը էլի տենց կին ընկերներից մեկը ընթացքում խոսում ենք բան ենք անում հարց է էլի երբ որ դու ջղայնանում ես ինչ ես անում ասենք ասում է լռում է Ես դեմ Հետո մյուս ընկերներիցս մեկը այդ խոսակցությունից հետո իհարկե այդտեղ բան արեցինք, ծիծաղեցինք անցավ, բայց ինչ որ սիտուացիա է լինում, որտեղ շատ աջղայնանում, ու հասկանում եմ, որ չի կարողանալու պորտ կալ, ու բանը SMS-ը գերել, ես գոլեվալ լռում եմ, բայց երբեմն կարելի է լռել են, Իսկ միասին գնում եք, ժամադրվում եք, թե չէ։ Ինչ որ դրսում սրճարան միասին, մենակ երկուսով, ոչ թե ինչ որ մի փոցարման։ Շատ հաճախ։ Մենք նաև միասին մենակ միասին ճամփորդում ենք, որ այդպես բան է։ Ռեգուլյար է, եւ այդ մեր կյանքի ամենասկզբից է, որովհետեւ մեր համատեղ կյանքի ամենասկզբից, այնուամենայնիվ այն ժամանակ այսքան հնարավորություններ չկային, ոնց որ հիմա է
բայց նույնիսկ այն ժամանակ մենք կարողանում էինք գտնել հնարավորություն արանք ձև նույնիսկ տենց մի թռիչք կար, որը շատ ուրեմն լսան երեխեքի հետ պետքա գնար Սոչի հանգստանալու, բայց այդ արանքում մենք նաև տոմս էինք արել, որ իրար հետ պետքա գնայինք Լատվիա, այն ժամանակ դեռ Լատվիան Ռիգա պետք է գնայինք, բայց դեռ այն ժամանակ Շենգենի զոնայում չէր, առանձին վիզա էր, իսկ Շենգենը առանձին վիզա էր, որը չունեինք, ու քանի որ տոմսը գնել էինք միաժամանակ եւ Երևան Սոչի եւ Երևան, ահա Ռիգա, իսկ Սոչից Մոսկվա պետք է գար լսեն բանով գնացքով։ Ու այդ արանքում դե բան է, եթե մի թռիչքը չի կայանում, այն մյուս թռիչքը մեր ավտոմատ դուրս է թռնում։ Ես գնում եմ օդանավակայան, լսեն գալիս է օդանավակայան, որ միասին պետքա թռնենք ու ասում են, որ բանը դուք տոմս չունեք։ Ոնց չունենք, ասում են, դե որովհետև առաջի թռիչքը Երևանից Մոսկվա տեղի չի ունեցել։ Մի խոսքով չենք կարողանում ոչինչ անել, լուսային առանձին ուղարկում են Ստոկհոլմ, ես գնում եմ Ռիգա։ Հետո մի օր հետո ես լուսային դիմավորում եմ Ռիգայում, եղել են նա այսպես խառը բաներ են, ծաղիկներով չէ։ Ծաղիկներով չի որտեղ փոքրաշ ջանտում չկավ ինչ ես ուզում ասել սուպեր ուզում։ Այդ 12 ժամ ավել մնացել էր օդանավակայանում, որովհետև չուներ վիզա, որ դուրս գար քաղաք։ Աստվածային։ Այսինքն դա էլ մեր բանն է, չէ՞, դա մեր Հրաչ, միասին եք խոհանոցում Լուսիայի հետ պատրաստում այդ հրավերների ժամանակ։ Հրավերների ժամանակ, հա։ Բան Իսկ այն ձեր տան կառոնի բլյուդան որն է։ Այտենց չեմ կարող ասել, որովհետև տենց ամեն ինչ մենք պրինցիպի կառոնի բլյուդա տենց մսային բաներ երևի։ Ես ինքս տենց ես մսակեր եմ, բայց այդքան մսակեր չեմ, որ այսինքն միսը իմ համար լինի տենց թիվ մեկը, բայց դե բնականաբար հյուրերի համար պետք է աշխարհի բոլոր մսերը պատրաստել։ Ես գիտեմ, որ մենք երեխաներից մեզ շատ ենք սովորում, իհարկե քո տղաները արդեն մեծ տղաներ են, մեկ ամուսնացած, բայց միևնույն է այս տարիների ընթացքում իրենք քեզ ինչ են սովորեցրել։ Երեխեքը դե անընդհատ ամեն օր սովորեցնում են, չգիտեմ, այն որ ես իրենց հետ կարողանում եմ մնալ ժամանակի մեջ, դա արդեն մեծ բան է, այսինքն մնալ Հիմա դե հույս ունեմ, որ ինչ-որ պայից սկսած թորների հետ կսկսեն բան անել են, մնալ ժամանակի մեջ, այդ կարևոր բան է, որովհետև դու երեխեքի հետ, չգիտեմ, այսինքն փորձում ես հետ չմնալ նաև իրենց այդ տեխնոլոգիա պես զարգացված լինելուց կամ բաներ կան, որ էլի նույն երաժշտական ճաշակի իմաստով, ասենք պարզ է, որ Ես ունեմ իմ սեփական զգացողությունները երաժշտության նկատմամբ շատ բաներ տարիների ընթացքում ձևավորվել է եւ ունեցել է ազդեցություն իմ համար, բայց շատ բաներ էլ նաեւ երեխեքից է եկել, որովհետեւ ինչ որ բաներ կա, որ զուտ ժամանակի եւ զուտ տեսնել կամ չտեսնելու առումով դու էլի բանը հույսը դնում ես, որ ինչ որ մեկը քեզ ցույց կտա։ Մի ժամանակ դա իմ համար տենց բան էր, հստակ շատ այդ իմաստով Հայկոն էր, որովհետև Հայկոն մանավանդ այն ժամանակ չկար։ Apple Music, Spotify, տենց համաշխարհային երաժշտությունը CD-ներով էր բաներ, իսկ Հայկոն կարողանում էր ինչ-որ տենց անհասկանալի տեղերից ու անհասկանալի հնարավոր ու անհնարին արտիստների CD-ները բերել բան Երևան ու ինքը կիսվում էր այդ լավագույն բաներից մեկն է, այսօր դու կարողանում ես նաև sense բանով կիսվել, հա։ Հələ մի հատ լսի ես ինչ հետաքրքիր է, հələ մի հատ էս, այսինքն մենք այտենց ունեինք նաև այտենց կոպիտ ասած երաժշտական փարթիներ, որտեղ ինչ էինք անում, ուղղակի լսում էինք տարբեր ինչ-որ արտիստների տարբեր գործեր էինք, Գրիգորիչն էլ էր նույնը անում, այսինքն Գրիգորիչն էլ ուներ տենց, չգիտեմ, մի Ամերիկա ուղևորությունից հետո տենց առաջանում էր մի այսքան տենց բան։ Լսելու պաշար։ Լսելու պաշար։
Երբ որ դու ինքդ պիտի շատ կարևոր որոշում կայացնես ու երկմտում ես, Լուսինեին ես զանգում, կամ ինքեր, որի հետ ես խորհրդակցում, Հա, բնականաբար կան բան, ես բաց մարդ եմ, իրականում բանա չէ, երբեմն այդ ասացվածքը մտքիս մեջ բան ասում եմ, հետո ասում եմ, որ չէ, ես այս ասացվածքին չեմ հետևում, որ ասում եմ բանը բարձրաձայն մի ասա, հա, ոնց ասում, բանը պլաններիդ մասին բարձրաձայն մի խոսի, բան, հա, այտենց բան կա, չէ, թե ժողովրդական դա այդ սաղին մի պատմիման, ես այտենց սաղին պատմող եմ, այսինքն թե ես ունեմ միտք, գաղափար եւ այլն, ես կարող եմ ցած արագ բոլորի հետ կիսվեմ, պարզայը բնականաբար այտենց առաջինը տանն է սկիսնում, բայց ենթադրում եմ, որ բանն է, նաև այդ իմաստով տունը ինձ վստահում են այնքան, որ կարող եմ նաև մի քիչ չափն անցած որոշումներ ընդունել, որովհետև դրանք ենթադրում են, որ վերջին իմ ամենածանր որոշումը, որ եղավ, այնուամենայնիվ տենց բանն է, մենք ձեռնարկեցինք մի ֆիլմ նկարահանել Երջանկահովտից 100 մետր հյուսիս որմագրով Աֆյանի ստեղծագործության հիման վրա եւ մենք մեր սահմանած գումարից դուրս եկանք, դա բավականին մեծ գումար էր, որ դուրս եկանք եւ դե որոշումն էր, որ ես պետքա դիմեմ բանկերի ծառայությանը եւ մեծ վարկ վերցնեմ, որը բնականաբար իր հետ բերում է կյանքի որակի եւ ընտանիքի հետ կապված այլ հարցերի բավականին ծանր բեր բնականաբար եւ այդ որոշումը տենց շատ իմ համար տենց շատ գեղեցիկ ու շատ սիրուն բոլորը հասկացան ու ընդունեցին, որովհետև այո, պետքա մտնել այդ բեռի տակ եւ այդ բեռից դուրս գալ անկախ նրանից, որ իսկապես լավ ֆիլմ ենք նկարում ու իսկապես լավ ֆիլմ է լինելու եւ իսկապես շատ տխուր եմ այն փաստով, որ շատ մարդիկ, շատ գործընկերներ չեն հասկանում, որ պետքա կանգնել այս կարգի ստեղծագործության կողքին, որովհետև պարզ է, որ սա դրամատիկ պատմություն է, պարզ է, որ սա պատերազմի մասին է, պարզ է, որ սա 90-ական թվականների մասին է, այստեղ product placement-ներ չկան եւ այլն, ու շատ տխուր եմ, որ մարդիկ նաև չեն ուզում ասոցացվել երևի տխուր պատմությունների հետ կամ ասոցացվել են պատմական իրողության հետ, որը մենք ապրել ենք, որովհետև այստեղ իսկապես շատ ազնիվ ու արդար է ներկայացված ամեն ինչ, ամենևին պաթոսի մասին չի այս ֆիլմը։ Մի խոսքով, այս էլ սենց իմ դարդերից է, տանտանիք է որոշում ասելու մասին։ Սովորաբար Հայաստանում ֆիլմ ստեղծելը դա շատ ծանր ու շատ կարևոր աշխատանք է, որը որ արվում է ու ստիպված ռեժիսորը երբեմն գնում է կոմպրոմիսների։ Այս դեպքում հասկացա, որ դու չես ուզեցել գնաս կոմպրոմիսի։ Այս դեպքում ես պրոդյուսերն եմ, որ ռեժիսորը Պետրոսն Հովհաննիսյան, երիտասարդ տաղանդավոր տղա, դերասանական կազմը փայլուն դերասանական կազմը ընտրել, այսինքն բոլոր սերունդների լավագույն սերուցքից ընտրված դերասաններ, ես կարծում եմ, որ կոմպրոմիսի գնալ չգնալու մասին չի, հավատալու մասին է, որովհետև հավատալը առաջին հերթին դա քեզ է պետք, դու ինքդ պետք է հավատաս եւ այս պարագայում լուծումները գտնես, որովհետև ենթադրում եմ անլուծելի բաներ չկան, աշխարհը վաղուց այդ լուծումների համար տվել է եւ սահմանումներ եւ հնարավորություններ, այս պարագայում հա, միգուցե
ինչ որ բայի մտածես ինչի համար արդյոք պրոդյուսերական սխալ է, հա, պրոդյուսերի իրավունք չունի սեփական փողերը ծախսել պրոյեկտի վրա, պետք է այդ փողերը գտնել։ Կա մեր կողքին կինոֆոնդը, որը բնականաբար աջակից է եւ մասնակից է այս ֆիլմին, բայց մեր ընկերության փաստորեն բեռը սարսափելի մեծացավ ու դարձավ այսպեսին, բայց սա առիթ է եւս մեկ անգամ ցույց տալու, թեկուզ եթե սա կարող է օրինակ լինել, որ հնարավոր է նաեւ այս գնով ու այս ձևով տալ լավ ստեղծագործություն աշխարհին, ուրեմն տալ։ Եթե աշխարհին էլ չէ, գոնե քո լոկալ մարդկանց գոնեն այդպես, որովհետև ամեն բան ունի իր գինը եւ այդ պարզ չէ այդ գինը վերադարձվող է թե չէ, բայց եթե դու այդ գնով կարողանում ես ճիշտ էմոցիա ու ճիշտ բովանդակություն տալ, դա արդեն լավ է։ Հրաչ, ես ինչքան մեծանում եմ, այնքան ուզում եմ մամայիս հետ շատ լինել ու շատ ճամփորդել։ Այսինքն իր ներկայությունը շատ զգալ, այսինքն կարճում ենք մեր ծնողներից, որովհետև որքան մեծանում ես, անդադ վախենում ես։ Ուզում եմ հասկանալ շփումը ծնողներիդ հետ, հաճախ ես ասում, որ սիրում ես։ Միգուցե հաճախ հենց այդ բառերով չէ, բայց դե իրենք գիտեն, որ ես ինձ շատ եմ սիրում ու ես շատ կապված եմ, ես տենց եւ պապային եւ մամային այդ տենց առանձին աշխարհ են լինք ու մենք բոլորս ենք այդպես, որ ու երբեմն ասում եմ ինչ մամային եմ ասում, ինչ երջանիկ եք, որ պրինցիպի մենք բոլորս երեխեքով ձեր կողքն ենք ու կանք ու դուք մեր կողքն եք, այդ շատ առանձին բան է, պապան սարսափելի զուսպ մարդ է եւ երբեք եւ մի պահ կար, երբ որ դու ընդդիմանում ես ծնողներին ու բան ես անում, իմ ընդդիմության թեման հետևյալն էր, որ երբեք դու մեզ չգովեցիր։ Երբեք մեզ չասցիր, որևէ մեկին ասենք միշտ մեզ բան արեցիր, էլի զսպեցիր, այսինքն հանրային ձևով դու մեզ ցույց չտվեցիր, էլի քո սերը ու քո հպարտությունը մեր հանդեպ, բայց դե պարզ է, որ այդ մարդը տենց հպարտանում է մեզնով ու մենք էլ իրանով, որովհետև ինքը կարողացել է տենց չգիտեմ, շատ սիրուն են դաստիարակել մեզ, կարծում եմ, այդ տենց հետո դաստիարակելը տենց բարդ բան է, էլի, դու չես կարող տենց առանց էլ մանկապարտեզում դպրոցում քեզ այնքան են ասում կարելի է, չի կարելի, տանն էլ ուրիշ տեսակ է պետք դա բան անել, տանը պետք է օրինակ ցույց տալ ու այդ օրինակի վրա պետք է դա երեխեքը մեծանան ու դաստիարակվեն։ Երևի մեր տանը տենց է եղել, որ մենք տենց բան ենք, ազատ ենք, բայց մեկը պապայի ու մամայի խոսքը լսող ենք մինչև այսօր, այսինքն միևնույն է, նրանք ունեն իրենց ազդեցությունը մեր վրա, մաման դե առանձին աշխարհ է, մաման ավելի էմոցիոնալ է, խորն է, ժամանակի ընթացքում նաև մամայի հետ պետքա կարողանալ, չգիտեմ, այդ երևի ասում եմ բոլորին, մամաների հետ պետքա կարողանալ լինել տենց առավել նրբանկատ, առավել, այսինքն այն ինչ որ ես կարող էի ինձ թույլ տալ մամայի հետ զրույցում, չգիտեմ 29 տարեկանում, հիմա չեմ կարող, որովհետև ես հասկանում եմ, որ այդ տոնը կամ այդ խոսելաոճը կարող է հակառակ ազդեցություն ունենա, այնինչ դա ընկերական ազդեցություն։ Որտե մաման մեծանում է, մաման ավելի դառնում է էմոցիոնալ, ավելի խոցելի, ու մաման պետքա ավելի ջերմ ու ավելի նրբանկատ լինել, փայփայել։ Երբեմն հա մաման մեկ ասում է, սկսել ես քիչ խոսալ իմ հետ, ասում եմ մտքումս ասում եմ, հա, օքեյ, որովհետև երբեմն մտածում եմ, որ կարող է իմ շատախոսությունը բան անի, էլի, քեզ անհանգստացնի զուտ եմ բանում, որ կարող է ես
իմ շատախոսությամբ շատ ավելի մեծ խնդիրների մասին խոսեմ, քան դու կուզեի լսել։ Դրա համար ես սկսում եմ ասեք ֆիլտրել, այն ինչը կարելի է ասել, այն ինչը չէ, այդ էլի հոգատարության մի հատ բարձր դրսևորում։ Բարձր չէ, մի ձև է դրսևորում, որը դու չգիտես բանա, էլի, այդ էլ հակառակ ռեակցիա։ Խնայում ես։ Այո, խնայելու, Այ խնայել ասեցի, նաև հիմա գանք ֆինանսին։ Ձեր տանը ով է ավելի շատ ծախսում, ով է տնտեսում։ Մեկը միշտ ավելի ծախսող է։ Բոլորս ծախսում։ Այսինքն ձեր տանը չկա են խնայող։ Ես տնտեսագետ պետք է վարձը։ Հրաչ։ Մենք չգիտենք, հաշվարկ չունենք, մենք այդտենց, այսինքն նես չի որ բան ենք, մաթեմատիկական կրթություն չունենք, բոլորս այդտենց շատ լավ հասկանում ենք բանաձևերից ամեն ինչից, բայց չի ստացվում տնտես։ Մեկ անգամ ենք ապրում։ Լրիվ, մեկ անգամ ենք ապրում, տնտեսելու խնդիր չկա, պետքա, հա, միակ խնդրեմը այն է, որ ամեն անգամ մտածում ես, որ Աստված չանի մի տենց այսպես ասած պրոտոկոլից դուրս մի բան կատարվի մեր կյանքում, մենք չունենք այն խնայողությունը։ Էտա միակ բանը էտա, բայց էդ էլ տենց տատիկս ասում էր բան, Աստված որ ոնց էլ լինի, Աստված մի դուռ կբացի։ Հրաչ ջան, այդ խնայելու դռներից մեկը մեզ համար կտուր կետեյեմն է, որ առաջարկում է տանիքի փոխարինում կամ վերանորոգում։ Ու եթե մարդիկ փոխարինում կամ վերանորոգում են պատվիրում իրենց տանիքը կտուր կետեյեմից, նվեր են ստանում օթորակիչ։ Ու իրենց տանը ունենում են այն ջերմաստիճանը ամարթե ձմեռ, որ կամենում են։ Բայց մեզ բոլորիս հայտնի է, եթե տանիքը չի կաթում, չի փչում, ամուր տանիք ունեն, դա նշանակում է ջերմակայանություն, այսինքն իրենք քիչ են վճարում առհասարակ գազի, հոսանքի եւ այլն ծախսը, դա խնայելու հիանալի տարբերակ է 8-1-2-8 կտուր կետեյեմ։ Հիմա մենք այսօր Պրոշյանի կոնյակի գործարանի կողմից պատրաստված սիրով լի ֆրունզիկ ենք խմելու։ Ես ֆրունզիկին շատ եմ սիրում։ Աշխատել եմ իմ վարպետը եւ նաեւ կյանքիս վարպետը։ Մարտով ինձ իմ հարսանիքին աստիճանները ուղեկցել է իր եղբայրն Ալբերտ Մկրտչյանը ու իրենց ընտանիքը առհասարակ ինձ համար մի ուրիշ արժեք ունի, բայց եթե ֆրունզիկից խոսենք, կերազեիր իր հետ աշխատել։ Այո, երբեք։ Ես դա ափսոս, որտեղ այն տարիներին, որ ես նոր էի ասպարեզում, այսինքն արդեն մեծ հաշվով կարող էի ինչ-որ ձևով առնչվել, մեկ անգամ ենք հանդիպել Ֆրունզե Մկրտչյանի հետ, մի ռեպորտաժ ենք նկարել, դա երևի 92 կամ 93 թվականին էր ու այդ օրն էլ տենց շատ մեծ տպավորություն էր ու շատ ջերմ ու իհարկե ես նաև իրեն մոտիկից տեսել եմ երբ փոքր էի եւ կինոյի տանը կարողանում էի հնարավորություն ունեի լինելու մեր հայ ֆիլմի նոր ֆիլմերի պրեմիերաներին, այդպես մեծագույն հաճույք էր, մանավանդ որ նաև հնարավորություն ունեի այս կինոտան այն փոքր ամառային այգում երբեմն այդ ֆուրշետների բանի արանքում տենց ցերեկային տենց բան անելու, ծիկրակելու, որտեղ փոքր էի դե հա մեծ դերասան, մեծ արտիստ Մեզ միշտ Ալբերտ Մոշաղիչը ասում էր Ֆրունզի խոսքերը, որ ասում էր այս կյանքում ամենադժվար բանը դա հաջողության դիմանալն է։ Ու որ ինքը վերցնում էր իր կյանքից, իրենց ընտանիքի պատմությունից, իր հոր ժեստերից, էս իր ժեստը խմենք։ Սիրուն գույնա, չէ։ Ռոզենա։
Իսկ քո սիրած գինու տարբերակը որն է, Հրաչ։ Ես սիրում եմ սպիտակ գինի ավելի շատ, բայց դեմ չեմ նաև կարմիրին, որովհետև երբեմն այն թունդ զրույցների բանի ժամանակ կարող է կարմիրը ավելի ճիշտ։ Ճիշտ է։ Ռոզենդը միշտ ցերեկն էլ կարելի է խմել, Հաճելի։ Երազանք չմոռանաս պահես։ Այո։ Շատ լավն է։ Լավն է, չէ՞։ Գնանք բլիցի։ Գնանք։ Ստաբիլություն թե ազատություն։ Ազատություն։ Մարդկային մեծագույն արժեքը։ Կյանքը Սկզբունք, որին երբեք չես դավաճանի։ լինել խորային։ Ինչն է քեզ վախեցնում։ Մարդիկ որքան ոգևորող են, այնքան վախեցնող։ Կյանքի փոքրիկ ուրախությունները։ Կյանքի փոքրիկ ուրախությունը, չգիտեմ, երեխայի ծնունդը, այդ երևի աշխարհի ամենամեծ ուրախությունն է կամ նաև փոքրիկ ուրախությունը, չեմ մեր երեխայի ծնունդը ամեն դեպքում տենց բան է, մեծ ուրախություն է, բայց եթե լսում ես տարբեր երեխաների ծնունդի մասին, դրանք իրականում փոքրիկ ուրախություններ են, փոքրիկ ուրախություններ շատ են, երբ, չգիտեմ, ինչ որ մի հեռավոր տեղի ձեռք բերում ես ունենում, ինչ-որ մեկը այդ օրը շատ ուրախ է ու քեզ շատ ջերմ բարևում է, փոքրիկ ուրախությունները շատ են։ Իսկ Աստծուն որ հանդիպես ինչ կասես։ Աստծուն որ հանդիպեմ ինչ կասեմ, չեմ մտածել անկեղծ ասած ու իմ մասնագիտությունից ելնելով դժվար է Աստված ինձ լավ բաներ ասի։ Բայց ինչի։ Որովհետև մեկ, այսինքն եթե կա դրախտ ու դժոխք հաստատ արվեստի մշակույթի ոլորտի մարդիկ, ովքեր ունեն նաև տենց պատկերավոր ու մի քիչ այսպես ասած ստելու եւ բան ուրճացնելու եւ երևակայությանը տրվելու այո ունակություններ ենթադրում եմ որ մենք պատվիրաններ շատ ենք խախտում ու ենթադրում եմ որ մենք տենց խավարանում էլ մնալու ենք Աստված մեզ չի Աստված մի արասը Հաղորդման գործընկերն է Պրոշյանի կոնյակի գործարանը։ Կտուր կետեյեմը Ամիո բանկը Մուսա Production Սրտի տանիքներով